Ժողովուրդ երկար բարակ չխոսամ, ուրեմն ինչ եմ ուզում բացատրեմ, ես կահույքը вообще պատրաստում եմ հետևյալ բաներով, այս տարբերակներով եմ ես հավաքում իրանց, ասենք եթե պահարանա, մեծ պահարանա, իրա վրա մի 10-15 հազարի սրանից է գնում, բանը, ես էլ չեմ խոսում, իրա խաղալիքներով հանդերձ ավելի շատ, եսի կրկնակի պատերի դեպքում եսի ավելի թանկ հաճույք է, սրանցով եմ հաշվում, որ հաճախորդը հարցնում է էժան կահույքը, ասենք էժան, հա ախպեր էլի էժան, բայց ասենք սրանով գոնե, բանը, որ ինքը որակ է տալիս, էլի, սմիշենի չի տալիս, իսկ դուք որ սեզ բաներ են ձեզի առաջարկում, այս տեսակ շուրուպը կարող է 2000 դրամի սա գարդյուրոպի վրա շուրուպ գնա, բայց սա նախատեսված չի լամինատ, MDF, տես բաներ միացնելու համար, սա նախատեսված է փայտի հետ, ասենք ընդեղ բազմոցա, բազմոցի մեջ, ասենք ֆաներ կա, եթե ֆաներ կա փայտը միացնելու համար, իրանք ամուր մատերիալներ են, սրա երկարները, ես այդ դրանց հետ նես չեմ աշխատում եմ, բայց ասենք բանը, այդ ինչ որ ասում եմ, այդ այս բաների մեջ եմ օգտագործում, ոչ թե լամինատի, իմ հիմնական ձեռի տակի բանը, այս երկարն է, էսի կամ սրա մի քիչ կարճը, սա եվրովինտ են ասում, կարճերը, շպուրա է լավ, սրա դերը այդ սմիշենի չտալն է, էլի կահույքը միշտ նույն ֆորման պահպանելու համար է բանը, եթե դուք այլ տիպ եք տեղադրում ձեր կահույքի մեջ, ասենք այս մի բան, պետք է գոնե էսի հետը զուգահեռ լինի, բայց սենց գործանողը երբեք այս բան չի դնում, էսի դրվում է այս կարմիրների հետ, կարմիրի, սևի, սրա նման էլի, էքսենտրիկով միացող բաների հետ է դրվում սա, դե սրա հետ ընդհանրապես կարիք չկա, այս գերմանականները հեն ինքը արդեն իրա բաջինան տենում եք ինչ ձևի է, ուշեմ, էդի շուրուպի գծով